Իրանի համար Հորմուզի նեղուցում ցանկացած օտարերկրյա ներկայություն, այդ թվում եվրոպական կոալիցիայի անընդունելի է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Սաբուրին։ Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից Հորմուզի նեղուցում ցանկացած օտարերկրյա միջամտություն կամ ներկայություն անընդունելի է։ Սա ներառում է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ եվրոպական կոալիցիայի կողմից որպես նախաձեռնություններ ներկայացված վերջին ծրագրերն ու հայտարարությունները։ Իրանը մերժում եւ դատապարտում է այդ ծրագրերն ու գործողությունները, դրանք համարելով անընդունելի, ասել է դիվանագետը։ Նա կոչ արել եվրոպական երկրներին լուծել ստեղծված իրավիճակի հիմնական պատճառները, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիան Իրանի նկատմամբ, որպես Հորմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում գտնվող ափամերձ պետության։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իր քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Իրան, Իրաք եւ Լիբանան, տարածաշրջանային ներկայիս զարգացումների լույսի ներքո։ Այս երկրներում Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչներին խորհուրդ է տրվել հնարավորինս շուտ լքել դրանք ու վերադառնալ իրենց երկրներ։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարարությունը 2027 թվականի ֆինանսական տարվա բյուջեում Ուկրաինայի ռազմական օգնություն տրամադրելու համար որևէ նոր միջոց չի հատկացրել։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ֆինանսների դեպարտամենտի պաշտոնակատար քարտուղար Ջուլս Հըրսը։ Սենատում լսումների ժամանակ մի օրենսդիր խնդրել է վերջինիս հաստատել, որ Պենտագոնի բյուջեի առաջարկի մեջ չի հիշատակվում Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին։ Այո, դա ճիշտ է։ Այս բյուջեն չի ներառում Ուկրաինայի ֆինանսավորումը, պատասխանել է վերջինս։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարել է Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու մասին։ Որոշման համաձայն կողմերի միջև համագործակցությունը բոլոր ուղղություններով կասեցվում է։ Բացի այդ, նախատեսվում է սկսել գործընթաց Միլի Մեջլիսի անդամակցությունը Եվրանես խորհրդարանական վեհաժողովում դադարեցնելու համար։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ այս քայլը վերաբերում է Եվրոպական միության կառույցների հետ հարաբերությունների վերանայման ընթացքին։ Ֆրանսիան Եվրամիությունում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղությանը խոչընդոտող հիմնական ուժերից մեկն է։ Նման տեսակետ է հայտնել Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։ Ֆրանսիան Եվրամիության շրջանակներում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղությանը խոչընդոտելուն ուղղված ջանքերի հիմնական շարժիչ ուժերից մեկն է, ասել է դիվանագետը։ Վերջինիս խոսքով Փարիզը քայլեր է ձեռնարկում բոլոր հնարավոր համաձայնությունները խաթարելու համար։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԵ-ի պատվիրակությունը եւ 11 երկրների, այդ թվում Ռուսաստանի անկախ փորձագետներ կայցել են Ճապոնիա, Ֆուկուսիմա Դայիչի ատոմակայանից ցածր ռադիոակտիվ ջրերի օվկիանոս արտանետման ստուգումն անցկացնելու համար։ Մայիսի 11-ից 15-ը ՄԱԳԱՏԵ-ի պաշտոնյաներից եւ միջազգային փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբը կայցելի Ճապոնիա, Ֆուկուսիմա Դայիչի ատոմակայանից ցածր ռադիոակտիվ ջրի օվկիանոս արտանետման ստուգումն անցկացնելու համար։ Այս ստուգումը կկենտրոնանա մաքրված ջրի արտանետման հետ կապված գործունեության վրա, ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ 11 երկրների փորձագետներից բաղկացած խմբում ընդգրկված են Արգենտինայի, Ավստրալիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Կորեայի, Մարշալյան կղզիների, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի եւ Վիետնամի ներկայացուցիչներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ըստ իր ժամանակացույցի կմասնակցի հետախուզության փակ ճեպազրույցի։ Ըստ ժամանակացույցի ճեպազրույցը կսկսի տեղական ժամանակով ժամը 10:00-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին Սպիտակ տանը։ Թեման չի բացահայտվել։ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու անհրաժեշտություն չկա։ Այս պահին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու իրականում ոչինչ չկա, ասել է էստոնացի քաղաքական գործիչը։ Նա պնդում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը հնարավոր է միայն երկրում փոփոխություններից հետո։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիշիր Ղոլամին բացառիկ հարցազրույց է տվել Եվրամեդիա 24-ին։ Նա անդրադարձել է հարցին, արդյոք Իրանը պատրաստվում է Հայաստանի հետ կնքել ռազմավարական համագործակցության պայմանագիր։ Արդյոք Իրանը պատրաստվում է Հայաստանի հետ կնքել ռազմավարական համագործակցության պայմանագիր, եթե այո, երբ, եթե ոչ, ինչու։ این بحث برای مطرح بوده میان دو کشور այո, ուրեմն սա օրակարգում եղել է այս հարցը եւ նաեւ քննարկումներ են տեղի ունեցել եւ տեղի ունենում տեքստի վրա։ Իհարկե այս պատերազմական իրավիճակը, որ ստեղծվեց եւ պարտադրվեց մեզ
բնականաբար իր ազդեցությունն է ունեցել մեր ընթացիկ աշխատանքների վրա։ Հուսով եմ, որ իրավիճակը կկայունանա եւ մենք հետեւողական կլինենք այս հարցի նկատմամբ եւ այս փաստաթուղթը, որի մասին դուք նշեցիք, այսինքն ստրատեգիական այս համապարփակ փաստաթուղթը կստորագրվի կողմերի միջև։ Նիկոլ Փաշինյանը Ամիրյան փողոցում ներկա է եղել աշխատավորների օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ ներկայացված են տարբեր ընկերություններ։ Շնորհակալություն աշխատանքի համար։ Ողջունելով ընկերությունների Ամիրյան փողոցում գտնվող ներկայացուցիչներին ասել է նա. Այնուհետև Հանրապետության հրապարակում ներկա է եղել մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը տարբեր ընկերությունների աշխատակիցների մասնակցությամբ։ Մայիսի 1-յան շքերթը Նիկոլ Փաշինյանը վերածել է նախընտրական քարոզարշավի, քաղաքացիական պայմանագրի խորհրդանիշներով եւ գույներով։ Եվրամեդիա 24 հեռուստաընկերության հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի եւ Երևանի պետական համալսարանի ռուսական ուսումնասիրությունների կենտրոնի միջև տեղի է ունեցել պանելային քննարկում։ Քննարկման առանցքային թեմաներն են հարավային Կովկասում ընթացող հիմնական քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական գործընթացները, ինչպես նաեւ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, կայունությունը, համագործակցությունը եւ հասարակական տրամադրությունների վրա ազդող գործոնների փորձագիտական գնահատումն ու վերլուծությունը։ Քննարկման մասնակիցներից սոցիոլոգիական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը խոսել է տեղեկատվական պատերազմների եւ դրանց ազդեցությունների մասին, հատկապես երիտասարդների շրջանում։ Ադրբեջանի կողմից իրականացվում է պատերազմ, սա պատերազմ է Հայաստանի ինքնության դեմ, սա նարատիվների պատերազմ է, պատերազմ եկեղեցու դեմ, սա Ադրբեջանի էներգետիկ եւ ենթակառուցվածքային դիվանագիտությունն է եւ շատ այլ բաներ։ Իմ գրքում եւ վերջերս հրապարակված հոդվածում ներկայացված է, թե ինչպիսի անատոմիա ունեն հիբրիդային պատերազմները, որոնք Ադրբեջանը վարում է Հայաստանի դեմ։ Հիբրիդային պատերազմը նաեւ այն է, երբ պատերազմը երբեք չի դադարում, այլ փոխվում է դրա ինտենսիվությունը։ Ադրբեջանը պայմանականորեն դադարեցրեց պատերազմը 2020 թվականին, հետո մի քանի անգամ կիրառեց իր ռազմական ուժը Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ հենց Հայաստանի դեմ։ Եվ այլ ուղղություններով եւս Հայաստանի ինքնության, քրիստոնեության, եկեղեցու մեր ունեցած արժեքների դեմ ուղղված հարձակումները շարունակվում են Ադրբեջանի կողմից։ Կարող ենք սա համարել ինչ-որ զարմանալի երևույթ։ Ոչ, ցավոք 21-րդ դարում պատերազմները չեն դադարում։ Դրանք փոխվում են, վերափոխվում են իրենց ձևը, բայց երբեք չեն կորցնում իրենց ուժը։ Ուժը եղել եւ մնում է միջազգային հարաբերությունների գլխավոր արժույթը։ Արդյոք այլ երկրներն նույնպես վարում են հիբրիդային պատերազմ։ Այո, Ռուսաստանը նույնպես վարում է հիբրիդային պատերազմ։ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների սրումը ապագայում կարող է վերածվել լիարժեք հակամարտության։ Նման կարծիք է հայտնել լրագրող Յորգ Կրոնաուերը։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայիսի 1-ի OPEC-ից դուրս գալը կարող է ել ավելի սրել լարվածությունը արաբական թերակղզում։ Անմիջական պատճառը Սաուդյան Արաբիայի հետ տնտեսական անհամաձայնություններն են։ Աբու Դաբին ցանկանում է ապագայում ավելի շատ նավթ վաճառել եւ իրեն չափազանց սահմանափակված է զգում OPEC-ի արտադրության քվոտաներով, որոնք մեծապես որոշվում են Էր-Ռիադի կողմից, հայտնել է լրագրողը։ Նա նաև մատնանշել է երկրների միջև արտաքին քաղաքականության տարբերությունները։ Վերջինս նշել է. Իրան-Իրաք պատերազմի սկզբում իրանական անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների դեմ համատեղ պաշտպանությունը քողարկում էր լարվածությունը։ Սակայն իրավիճակը ի վերջո կրկին սրվել է, քանի որ Աբու Դաբիում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ համագործակցության կողմնակիցները առաջընթաց են գրանցում։ Մինչդեռ Էր-Ռիադում նրանք ձգտում են Իրանի հետ փոխզիջման, կայունությունը վերականգնելու համար։ ԱՄՆ-ն Եվրոպայում տեղակայել է մոտ 80,000 զինծառայող, սակայն այս զորախմբի չափն ու կառուցվածքը անընդհատ ճշգրտվում են։ Միջազգային իրավիճակի փոփոխություններին համապատասխան հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության խոսնակը։ Ներկայումս մոտ 80,000 ԱՄՆ զինծառայողներ տեղակայված են եվրոպական գործողությունների թատերաբեմում։ Նրանցից մոտ 38,000-ը մշտապես եւ ռոտացիոն կարգով տեղակայված են Գերմանիայում, ասել է խոսնակը։ Նա մանրամասնել է, որ Գերմանիայում այս ուժերը տեղակայված են այնպիսի վայրերում, ինչպիսիք են Վիսբադենը, Ռեյն-Պֆալցը, Շտուտգարտը եւ Բավարիան։ Այս թիվը անընդհատ տատանվում է գրեթե ամսական հիմունքներով։ Այս տատանումները պայմանավորված են նախատեսված զորավարժություններով եւ թատերաբեմում ուժերի ռոտացիայով։ Մենք անընդհատ վերանայում եւ ճշգրտում ենք մեր ուժերի եւ միջոցների կառուցվածքն ու չափը, հանգամանքների փոփոխությանը զուգընթաց, որպես լծակ օգտագործելով մշտական եւ ժամանակավոր ուժերի համադրությունը, ընդգծել է խոսնակը։
Ուկրաինան ռազմական պարտություն է կրել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո։ Կարծում եմ Ուկրաինան ռազմական պարտություն է կրել։ Կեղծ լուրեր կարդալով դա չես իմանա, ասել է նախագահը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երկու հակամարտություններից որը ավելի շուտ կավարտվի, ուկրաինականը թե իրանականը, Թրամփը հայտնել է, դրանք կարող են ավարտվել մոտավորապես նույն ժամանակ։ Միացյալ Նահանգների Իրանի վերաբերյալ ծրագրերը ձախողվել են եւ այս պարտությունը նոր էջ է բացում Պարսից ծոցի տարածաշրջանի պատմության մեջ։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գրավոր հայտարարության մեջ, երկրում նշվող Պարսից ծոցի օրվա կապակցությամբ։ Այսօր Իրանի դեմ ամենամեծ ագրեսիայից, Ամերիկայի ամոթալի պարտությունից եւ նրա ծրագրերի խափանումից 2 ամիս անց նոր գլուխ է սկսվում Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի պատմության մեջ, նշել է Խամենեին։ Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանգի խոսքով Չինաստանը Իրանին չի մատակարարում հակաօդային պաշտպանության համակարգեր կամ անօդաչու թռչող սարքեր։ Մենք բազմիցս պատասխանել ենք նման հարցերին եւ դեմ ենք կեղծ տեղեկատվության տարածմանը, ընդգծել է խոսնակը, պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե Չինաստանը Թեհրանին մատակարարում է հակաօդային պաշտպանության համակարգեր եւ անօդաչու թռչող սարքեր եւ պատրաստվում է դրանք մատակարարել Իրաքին, Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև զինված հակամարտության ֆոնին։ Նա պարզաբանել է Չինաստանը բարեկամական ռազմական հարաբերություններ է պահպանում Իրաքի հետ։ Վերջինս նշել է Չինաստանը վերահսկում է ռազմական արտահանումը, խթանում է բարեկամ երկրների հետ համագործակցությունը եւ կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության եւ կայունության ապահովման գործում։ Այսօր աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրն է։ Այս առիթով Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. այսօր նշում ենք աշխատանքի օրը եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող բոլոր մարդկանց, անկախ նրանից, որպես ընկերության սեփականատեր են այդ գործառույթն իրականացնում վարձու աշխատող թե անհատ ձեռնարկատեր, ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։ Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել հերթական բեռնախմբականակը։ Բիլիաջարի կայարանից Բյոյուք Քյասիկ կայարան են ուղարկվել 4 վագոն հացահատիկ, ընդհանուր 279 տոննա քաշով, ինչպես նաև 3 վագոն պարարտանյութ 203 տոննա քաշով։ Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան արդեն տեղափոխվել է ավելի քան 25000 տոննա հացահատիկ, ավելի քան 1600 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկածավար։ Բացի այդ շարունակվում է նաև Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների արտահանումը։ Մինչ օրս Հայաստան է մատակարարվել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին եւ 2955 տոննա AI-95 բենզին։ Ըստ տեղեկությունների մայիսի 5-ին կայանալիք ազգային ժողովի հերթական նիստերի ժամանակ օրենսդիրները պետք է կենտրոնական բանկի նախագահ ընտրեն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը, այսինքն կենտրոնական բանկի այժմյան նախագահային քաղաքացիական պայմանագիրը նպատակ ունի կրկին ընտրել։ Գալստյանի թեկնածությունը ազգային ժողովի ամբիոնից ներկայացնելու է քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։ Այսօր առավոտյան զավեշտալի դեպք է եղել, տեղեկություններ էին տարածվել, թե կենթանաբանական այգուց զեբր է փախել։ Սակայն կենթանաբանական այգին հերքել է, նշելով, որ զեբրը չի փախել, փախած զեբրը ներկված ավանակ է։ Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադատյանն էլ հայտնել է, որ պարզվել է քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով եւ տեսանյութ նկարահանելու համար տարել միասնիկյան պողոտա։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիշիր Ղոլամին բացառիկ հարցազրույց է տվել Եվրամեդիա 24-ին։ Նա անդրադարձել է միջուկային ոլորտին։ Ինչ վերաբերվում է միջուկային ոլորտին, ուրեմն հարստացման այդ նյութերը համարվում են մեր երկրի կապիտալը։ Իրանը պատրաստ է մաքսիմալ պարզեցնելու եւ թափանցիկ դարձնելու ամեն ինչ միջազգային նաեւ հարթակների համար, սակայն երբևիցե պատրաստ չէ իր իրավունքներից անցնել։ Թրամփին երբ չհաջողվեց այն մեխանիզմը, որը Հորմուզի նեղուցի համար նաեւ մշակել էր Իրանը, չընդունեց այդ մեխանիզմը, դրա համար ծովային շրջափակման սցենարը փորձեց իրականացնել։ Այսինքն այդ ագրեսիայի անունը այդպես կոչեցին։ Ինչպես որ նա այն զայրությունը չհաջողվեց, այս դեպքում էլ նա
չի հաջողվի։ Սակայն այն պետք է նշեմ, որ այն պատժամիջոցները, որոնք կիրառվել են, դաժան պատժամիջոցները, որոնք կիրառվել են Իրանի դեմ եւ Իրանի ժողովրդի դեմ, չեն կարողացել այդուհանդերձ Իրանին ծունգի բերել։ ԱՄՆ վարչակազմը հրավիրել է այլ երկրների միանալ նոր կոալիցիային Հորմուզի նեղուցով նավագնացությունը ապահովելու համար, հաղորդում է Wall Street Journal-ը։ Թերթի աղբյուրները հայտնել են, Պետդեպարտամենտը այս նախաձեռնության մասին տեղեկատվություն է ուղարկել ԱՄՆ դեսպաններին եւ խնդրել է դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին համոզել օտարերկրյա կառավարություններին միանալ դրան։ Արտասահմանյան երկրներին խնդրվում է դառնալ ԱՄՆ-ի դիվանագիտական եւ կամ ռազմական գործընկեր։ Հոդվածը պարզաբանում է, չնայած դրան կոալիցիան բնույթով ռազմական չի լինի, անդամները կփոխանակվեն տեղեկատվությամբ, կհամակարգեն իրենց գործողությունները եւ կհետևեն պատժամիջոցների պահպանմանը։ Իրաքի անվտանգության ծառայությունների աղբյուրներին հղում անելով Reuters-ը հայտնել է, Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ թռչող հետախուզական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Գործի են դրվել ԱՄՆ-ի եւ Իրաքի դեսպանատներին պաշտպանական համակարգերը, ասվում է հաղորդագրության մեջ։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչի հետ զրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն հրաժարվի սադրանքներից։ Նախագահը նշել է Իրանի կառավարության, ժողովրդի եւ հզոր զինված ուժերի անսասան վճռականությունը, պաշտպանելու Իսլամական Հանրապետության օրինական եւ անօտարելի իրավունքները եւ ընդգծել է իր պատրաստակամությունը շարունակել դիվանագիտական գործընթացը, արդար համաձայնության հասնելու համար, որը կապահովի Իրանի իրավունքների հարգումը եւ տարածաշրջանում խաղաղության ու անդորրության հաստատումը։ Նա նշել է, որ դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն դադարեցնի իր չափազանցված պնդումներն ու սադրիչ գործողությունները, ասվում է հայտարարության մեջ։ Զրույցի ընթացքում Փեզեշքյանը նաև ընդգծել է բոլոր երկրների կողմից վճռական եւ միանշանակ դիրքորոշման անհրաժեշտությունը, դատապարտելով ԱՄՆ ծովային ծովահենությունը եւ միջազգային նավագնացությանը սպառնացող սպառնալիքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինան շփոթել է Իրանի հետ, երբ հարցրել են, թե որ հակամարտությունն է առաջինը ավարտվելու։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ երկու հակամարտություններն էլ կարող են ավարտվել միաժամանակ։ Թրամփի խոսքով Ուկրաինան ռազմական պարտություն է կրել։ Նրա 159 նավից յուրաքանչյուրը այժմ ջրի տակ է։ Պետության ղեկավարը ընդգծել է, կեղծ լուրեր չկարդացողները չեն իմանա մարտերի այս արդյունքի մասին։ Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու գաղափարը գերազանցում է բոլոր սահմանները եւ կունենա չափազանց վտանգավոր հետևանքներ միջազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը, ելույթ ունենալով միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովում։ Նա նշել է, որ Լոնդոնն ու Փարիզը պլանավորում են միջուկային զենքի բաղադրիչներ փոխանցել Կիևին, սակայն Արևմուտքի նման գործողությունները կոպտորեն կխախտեն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ կհանգեցնեն Եվրոպայում եւ աշխարհում ռազմավարական իրավիճակի հիմնարար փոփոխության։ Նրա խոսքով նման մտադրությունները գերազանցում են բոլոր սահմանները։ Դեսպանը կարծում է, որ արևմտյան միջուկային զենք ունեցող պետությունների սադրիչ գործողությունների շնորհիվ միջազգային անվտանգության եւ ռազմավարական կայունության իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Դիվանագետը ընդգծել է, միջազգային չտարածման ռեժիմի ներկայիս վիճակը նույնպես մտահոգություն է առաջացնում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանար գտնել Ուկրաինայի հակամարտության լուծումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ Պուտինը կցանկանար տեսնել Ուկրաինայի հարցի լուծումը։ Դա լավ է։ Կարծում եմ նա պատրաստ էր գործար կնքել որոշ ժամանակ առաջ, բայց որոշ մարդիկ խանգարեցին նրան դա անել, նշել է Թրամփը։ Ամերիկացի նախագահը նաև ընդգծել է, որ ինքը Պուտինին առաջարկել է հրադադար եւ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ կլինի նման քայլի դիմել։ Ամերիկյան Ջերալդ Ֆորդ ավիակիրը մոտակա օրերին կմեկնի Մերձավոր Արևելքից եւ կուղևորվի Միացյալ Նահանգներ վերանորոգման համար, հաղորդում է Washington Post-ը, հղում անելով Վաշինգտոնի աղբյուրներին։ Ավիակրի ԱՄՆ վերադառնալու ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է։ Ջերալդ Ֆորդը, ինչպես սպասվում է, Վիրջինիայի ռազմածովային բազա կժամանի հաջորդ ամսվա կեսերին։ Հրապարակումը նշում է, որ միջուկային շարժիչով ավիակիրի մեկնումը զգալիորեն կթուլացնի ԱՄՆ ռազմական հզորությունը Մերձավոր Արևելքում։
Սակայն ամերիկյան հրամանատարությունը ստիպված է այս քայլին դիմել, քանի որ Ջերալդ Ֆորդը արդեն 309 օրը ինչ բաց ծովում է, ինչը ռեկորդային է իր դասի նավերի համար։ Հետևաբար ավիակիրը, որը բազմաթիվ խափանումներ է կրել, պահանջում է լայնածավալ եւ երկարատև վերանորոգման աշխատանքներ։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների հետ գործարարների հանդիպմանը, ապա ապրանքների ցուցակներ են փոխանակել։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության այցին եւ հայ գործարարների հետ հանդիպմանը։ Եվ ձեր արտահայտությունը, թե մենք գաղտնի ենք պահում հանրությունից, բացարձակապես տեղին չի։ Նախ ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել եւ համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Ինչ վերաբերվում է ձեր մնացած հարցերին, գիտեք, ցանկացած օր կարելի է այդպիսի մի հարց տալ, ասել այդ օրը ենթադրենք այսինչ տեղի ինչ միջոցառում էր։ Երկրորդ տեղը չգիտեմ, ռեստորաններում ակտիվ էր, 4-րդ տեղը հարսանիք էր, 5-րդ տեղը։ Մենք ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա եւ պետք է հաստատվեն բնականon հարաբերություններ երկարաժամկետում ռազմավարական առումով բարի դրացիական հարաբերություններ։ Գազը մատակարարվում է Ռուսաստանի Դաշնությունից եւ Լարսի փակ լինելու պատճառով չեր եկել։ Քիչ էր։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը, անդրադառնալով վերջին շրջանում հեղուկ գազի դեֆիցիտին եւ գների կտրուկ բարձրացմանը։ Նա նշել է, որ Լարսն արդեն բացվել է, գազի գները հնարավոր է մի քանի օրից սկսեն իջնել։ Օրենքով արգելված է փաստով ծավալ պակասի դեպքում որևէ process գեներացիան դա ամբողջ։ Բան Գևորգյան։ Նայեք, պատկերացրեք 10,000 հոգի ինչ-որ գործով է զբաղվում։ Դա տեսականը նշանակում է չեն կարող իրար պայմանավորել ուրասի քաղաքամրցակցության։ 8% ամենաշատը։ 9% է նախկինում, 8-9 7։ Լավ, ինվոյսից դեր։ Եվրամեդիա 24 հեռուստաընկերության հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի եւ Երևանի պետական համալսարանի ռուսական ուսումնասիրությունների կենտրոնի միջև տեղի է ունեցել պանելային քննարկում։ Քննարկման առանցքային թեմաներն էին հարավային Կովկասում ընթացող հիմնական քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական գործընթացները, ինչպես նաեւ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, կայունությունը, համագործակցությունը եւ հասարակական տրամադրությունների վրա ազդող գործոնների փորձագիտական գնահատումն ու վերլուծությունը։ Քննարկման մասնակիցներից քաղաքական գիտությունների դոկտոր Գևորգ Մելիքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմին, որոնք Ադրբեջանը վարում է Հայաստանի դեմ։ Естественно, ведется эта война. Ադրբեջանի կողմից իրականացվում է պատերազմ, սա պատերազմ է Հայաստանի ինքնության դեմ, սա նարատիվների պատերազմ է, պատերազմ եկեղեցու դեմ, սա Ադրբեջանի էներգետիկ եւ ենթակառուցվածքային դիվանագիտությունն է եւ շատ այլ բաներ։ Իմ գրքում եւ վերջերս հրապարակված հոդվածում ներկայացված է, թե ինչպիսի անատոմիա ունեն հիբրիդային պատերազմները, որոնք Ադրբեջանը վարում է Հայաստանի դեմ։ Հիբրիդային պատերազմը նաեւ այն է, երբ պատերազմը երբեք չի դադարում, այլ փոխվում է դրա ինտենսիվությունը։ Ադրբեջանը պայմանականորեն դադարեցրեց պատերազմը 2020 թվականին, հետո մի քանի անգամ կիրառեց իր ռազմական ուժը Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև հենց Հայաստանի դեմ։ Եվ այլ ուղղություններով եւս Հայաստանի ինքնության, քրիստոնեության, եկեղեցու, մեր ունեցած արժեքների դեմ ուղղված հարձակումները շարունակվում են Ադրբեջանի կողմից։ Կարող ենք սա համարել ինչ-որ զարմանալի երևույթ։ Ոչ, ցավոք 21-րդ դարում պատերազմները չեն դադարում։ Դրանք փոխվում են, վերափոխվում են իրենց ձևը, բայց երբեք չեն կորցնում իրենց ուժը։ Ուժը եղել եւ մնում է միջազգային հարաբերությունների գլխավոր արժույթը։ Արդյոք այլ երկրներ նույնպես վարում են հիբրիդային պատերազմ։ Այո, Ռուսաստանը նույնպես վարում է հիբրիդային պատերազմ։ Պարսիստոցի անվտանգությունը կարող է ապահովել միայն տարածաշրջանային երկրների համագործակցության միջոցով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովել միայն տարածաշրջանային երկրների համագործակցության միջոցով, նշել է նախագահը։ Վերջինս նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին Պարսիստոցում ցանկացած անկայունության համար։
Մեծ թվով երկրներ հետաքրքրված են Մերձավոր Արևելքում հակամարտության երկարաձգմամբ, մասամբ այն պատճառով, որ քաոսը շահույթ է բերում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Քաոսը շահույթ է բերում եւ հսկայական թվով երկրներ եւ հսկայական թվով ուժեր հետաքրքրված են այս հակամարտության երկարաձգմամբ, ասել է նա, անդրադառնալով Մերձավոր Արևելքում հակամարտությանը։ Մի շարք եվրոպական երկրներ համառորեն փորձում են վերակենդանացնել նացիզմը նոր ձևով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Կասկած չկա, որ ներկայիս պայմաններում հայրենական մեծ պատերազմի հիշողությունը ունի ոչ միայն պատմական, այլև գործնական նշանակություն։ Հաշվի առնելով մի շարք եվրոպական պետությունների համառությունը նացիզմը նոր ձևով վերակենդանացնելու հարցում, ասել է Լավրովը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբայևի հետ ընդլայնված բանակցությունների ժամանակ։ Նա հավելել է, որ Ռուսաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունների ամենակարևոր կողմերից մեկը հայրենական մեծ պատերազմի հիշողությունն է։ Երկրները միշտ միասին են նշում մեծ հաղթանակի տարեդարձը, երկու երկրներում անցկացնելով հատուկ միջոցառումներ։ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Ապրիլի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, մտադիր է պահպանել Իրանի ռազմածովային շրջափակումը, մինչև Տեհրանի կողմից իր միջուկային ծրագրի լիակատար հրաժարումը, նշելով այս ճնշման ավելի մեծ արդյունավետությունը համեմատած ռազմական հարվածների հետ։ Իրանի նախագահը իր հերթին նշել է, որ Իրանի հակառակորդները փոխել են իրենց մոտեցումը դրան դիմակայելու հարցում եւ անցել են տնտեսական ճնշման, այդ թվում Իրանի ծովային շրջափակման եւ երկրի ծովային առևտրի սահմանափակումների։ Ֆինլանդիայի միջուկային զենքի տեղակայման հարցը չի բարձրացվել, մինչև երկրի հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը, հայտնել է ֆին քաղաքական գործիչ, Ազատության դաշինք կուսակցության անդամ Արմանդո Մեման, մեկնաբանելով Ֆինլանդիայի իշխանությունների կողմից երկրում միջուկային զենքի ներմուծումն ու պահպանումը թույլատրելու ծրագրերը։ ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ միջուկային զենք տեղակայելու գաղափարը բացառվում էր, բայց Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո այն հանկարծակի դարձավ առաջնահերթություն, նշել է քաղաքական գործիչը։ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ եւ պարարտանյութ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ բեռը ուղարկվելու է Բիլաջարի կայարանից։ Նշենք, որ հացահատիկի նախորդ խմբականակը Հայաստան է ուղարկվել ապրիլի 24-ին եւ բաղկացած էր 5 վագոնից։ ԱՄՆ-ն պարտվել է Իրանի հետ պատերազմում եւ այժմ փորձում է այն փոխհատուցել բանակցությունների սեղանի շուրջ։ Նման տեսակետ է հայտնել Եգիպտոսում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։ ԱՄՆ-ն պարտություն է կրել մարտադաշտում համաշխարհային տնտեսության, էներգետիկայի եւ արժութային հատվածների առումով, քանի որ դոլարային գործարքները նվազում են։ Նրանք պարտություն կրեցին, բայց փորձում են հաղթանակի հասնել բանակցությունների սեղանի շուրջ եւ դիվանագիտության միջոցով, կարծում է դեսպանը։ Նա հավելել է, որ հանրապետությունը բոլոր հարձակումներից հետո իրավունք ունի չբանակցել, այլ պահանջել մյուս կողմից այն, ինչ ուզում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուսանկար է հրապարակել, Հորմուզի նեղուցն անվանելով Թրամփի նեղուց։ Լուսանկարում պատկերված է Պարսից եւ Օմանի ծոցերի քարտեզը, որոնց միջև տանկերներն անցնում են Թրամփի նեղուցով։ Թրամփը մարտ ամսին արդեն կատակով Հորմուզի նեղուցը անվանել էր Թրամփի նեղուց։ Եղանակը առաջիկա օրերին մայիսի 1-ից 5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ից 4-ը եւս 3-ից 4 աստիճանով կբարձրանա։